քեզ Տեր, ողջունում ենք քեզ Տեր, մեծանում ենք մեր աշխարհ, շնորհակալ ենք քեզանից Տեր Աստված, ամեն բանի համար Տեր։ Տեր Աստված, գալիս ենք քո ոտքերի առաջ Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Աստված, խնդրում ենք քո խոսքը, խնդրում ենք քո պատգամը Տեր Աստված, խնդրում ենք Տեր Աստված, շինությունը ստեղծող ամեն մեկի մեջ Տեր Աստված, ամեն մեկի սրտում Տեր Աստված, թող նորոգվեն մտքերը Տեր, թող նորոգվեն սրտերը Տեր Աստված, հրճակում ենք բժշկություն Տեր Հիսուս Քրիստոսի անունով, թե հոգևոր, թե ֆիզիկապես, Տեր Աստված, խնդրում եմ այցելի նրանց, ովքեր ոչ են ելել, ում ճանապարհի որ ոչ են դոտել Տեր, ով տրամության մեջ է, ով հիվանդության մեջ է Տեր Աստված, խնդրում ենք դու այցելես նրանց, դու բուժես նրանց Տեր, շնորհակալ եմ քեզանից Տեր, քո պաշտպանությունը ենք խնդրում, քո պաշտպանությունը դրսում ամեն մեկիս վրա, ամեն մեկիս ընտանիքներում, ամեն մեկիս հարազատներում, դու հավատում Տեր մարդը, հավեր հավիտյան, ամեն, Ալելույա, թափ Տիրոջ է, կարող եք նստել, Աստծո հավատքներ ողջունում եմ ձեզ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել կանանց միամսյակը, Աստված առարկապես օրհնի բոլորին։ Ամեն։ Շրջուի կողքին մի հատ լավ խոսք մաղթի, թող մեր Տերը փառավորի։ Որ Ոլվեր գալու որ ֆինանսական քիչ դատարկ չէ, դեռ երևում փառաբանությունը Տիրոջի իրենց համար օրհնում ենք իրանց ծառայությունը, օրհնում ենք իրանց ճանապարհը։ Ամեն։ Այսօրվա թեման քրիստոնյան որպես օրինակ։ Ում օրինակ։ Բոլորին, ոչ միայն եկեղեցու մեջ, այլ նաև աշխարհի մեջ։ Ամեն։ Մինչև սկսել եմ ուզում վկայեմ իմ կյանքից, ինչպես ես ապաշխարեցի ու իրար հետ փոխկապակցված են ամենը։ Տարիներ առաջ, երբ որ ապաշխարել եմ, ուրեմն սենց հայրել իմ ապաշխարությունը, բոլորս երևի գիտեք հողի վարդուրին Աբխազիայի, մի քանի անգամ ծառայել եմ ձեզ։ Գնացել եմ Աբխազիա, չեմ ճանաչում, իրան դեռ չեմ ծանոթացել, գնացել էի տասորով հանգստանալու, բայց անես ստացվեց 40 օր մնացի։ Աստծո գործերը անքննելի, չգիտեմ ինչի, ինձ ստացվեց, որ 10 օր ոյքագնայի 40 օր մնացի, 11-12 օրը արդեն հանդիպում եմ հորի վարդուրին։ Ուրիշ ձևի է եղել այդ հանդիպումը, ես տեսա մեքենայից իշխնում, Հիսուս խաղոզելով գալիս է, ինձ սրտիս ընես կպավ, ես էլ Աստծուն շատ սիրող եմ եղել, չնայած ապրել եմ վատ կյանքով, ապրել եմ հանցագործ կյանքով, բայց սիրել եմ Աստծուն, սիրել եմ արդարությունը։ Ու երբ որ շփվեցինք հորի վարդուրի հետ, իմ մեջ լիքը բաներ փոխվեց, որովհետև առաջնահերթ ելիք նայենք են փաստը, որ մարդիկ այսօր երբ որ ավետարանում են, մենք երբ որ ավետարանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի, Տեր Հիսուսի գործերը ու բոլորը գիտեն դրա մասին։ Ճիշտ է։ Բայց ամենակարևոր բանը, որ ես տեսա, որ իր մեջ է Հիսուսը ինքը ապրում էր այդ կյանքով, ինքը օրինակ էր բոլորի համար։ Ոչ միայն ասում էր, այլ նաև օրինակ էր ծառայում։ Ու հետո երբ որ մենք հավաքվում ենք երեկոյան հավաքվում ենք ամեն երեկո ընկերներով, այդ հավաքույթներից արդեն փախում էի գնում էի իրացնում։ Թեյ խմելուց, ուշ խմելու, հարցերի տալի, հարցերի պատասխանում էր ու երբ որ եկա արդեն Հայաստան, մինչև Հայաստան գալու մի հատելի կարևոր բան կասեմ իրենց եկեղեցում հրավիր հետ գնացի, եկեղեցի եմ գնացել ու անես վնավորություն եմ ունեցել, ես որ չեմ սիրել ուշադրության կենտրոնում լինել։ Երբ որ գնացինք մեկ էլ աղա Պողոսը վերջում կանչեց, ասեց դեպ առաջ անգամ եկել, դեպ արս, ասեց դրարի առաջ։ Գնացի մենակ ես եմ առաջ անգամ եկել ու գնացի առաջ չի մատել միկրոֆոն տվեց ինձ եղես, դերասում են ինչ ասում եմ կրկնում, իսկ մեջ ասում եմ ես արդուր աղբերես, ես ինչ օրին գծեց, ես ուր եմ ընկել ես,
սեկտային ընկերություն, բայց չէ, երևում էր, որ սեկտա չէր, որտեղ Աստծո խոսքով էին շարժում, թե մի արդար մաքուր մարդիկ են։ Ու երբ որ ասեց ապաշխարության աղոթքը, կրկնեցի, ծափարեցին, հետո գնացինք, եկան, ես Արտուր Սեդրակյանը իմ ընկերն եմ, հիմա Արտուր Սեդրակյանով եմ արդեն եկեղեցի եկել, բանվերի ծառայությամբ, իր ծնունդը սկսեց այդտեղից։ Մեկ էլ անցնում մի տարի հրավիրում են ծառայելու Աբխազիայում։ Գնում եմ ծառայելու ու ասում եմ, «Տեր ջան, աղոթում եմ ուղղում, ասում եմ, գոնե այնպես լինի, ով եկած չլինի, ես այդքան ամուր կանտաշ չեմ, այդքան խոսքի մեջ վարժ չեմ, ճկում չեմ կարել, կարող եմ իմանալ սխալ ասել։ Ասի գոնե թե մի բան հիվանդան բան գոնե չկա, էլի ծառայության, սենց սխալ աղոթքներ եմ անում։ Ուրեմն գնացի այս աղոթքից պատասխաններ, ջուրեր ունեն, մի հովիվ կա, մի եպիսկոպոս, այլ քեզի աղոթքից պատասխան։ Ու Տիրոջը շատ լավ անցավ ծառայությունը ու ինձ համար վկայություն էր, որ ես ու հիշեցի այդ օրիներն եմ եղել ու դրա մասին վկայեցին էլ, ասում էին մի տարի առաջ աշխատում եմ ես վկայությունը։ Այո, Տիրոջը, մենք ինչքան ձգտում ենք Աստծուն, ինչքան խոնարհվում ենք, Աստված այդքան մեզ կբարձրացնի։ Ամեն։ Խոսքս վերաբերում է քրիստոնյան որպես օրինակ։ Հիմա նայեք իմ կյանքում հովիվ Արտուրը օրինակ եղավ։ Ու ես այդքան ժամանակ շատ եմ տեսել քրիստոնյաներ, շատ եմ տեսել հոգևորներ եկել են ինձ, քարոզել են, արի գնանք եկեղեցի, մամաս ասել 2000-ից ապաշխարել եմ, 2000-ից եկեղեցում ու ծառայում եմ մինչև հիմա, ու շատ ժամանակ էր, որ եկել են անգամ տնային խմբականները չեն թողել, որ կռիվ այլում են, չեն թողել, որ տարել տնային խմբակ լինում։ Բայց փառքաստու ես հիմա տեսա մարդկանց ու համոզվեցի, որ կան մարդիկ, ովքեր իրական քրիստոնյաներ են։ Հիմա այդ քրիստոնյաները մենք ենք, մենք պետք է հիմա օրինակ ծառայենք ոչ թե եկեղեցու մեջ, այլ նաև աշխարհի մեջ։ Հիմա ես տեսա այդ ժամանակ հովիվ Արտուրին Աբխազիայում։ Եկա այստեղ ինձ ծանոթացեց Արտուր Սեդրակյանի հետ, տեսա Արտուր Սեդրակյանին, տեսա իր ապրելը ու շատ բան փոխվեց իմ մեջ։ Բայց ասում սկզբից երբ որ մտնում էի եկեղեցի, մտածում էի, ասում էի գնամ եկեղեցի, սատենը շահավոր էր այստեղ։ Այն որ աշխարհում երբ որ խոսացել էին հովիվները, հովեր են ուտում, լսել եք չէ՞, ինձ թվում բոլորը լսած կլինեք։ Չգիտեմ ինչեր են ինչ փիլիսոփայություններ ա պատկվում աշխարհում, չեմ ուզում բարձրաձայնեմ, բայց գնացի տեսա չէ, դες բան չկա։ Նայում մեքենաները շատ ասում են ավելի լավ են, անցնի իրանց որտեղ։ Ու հետո երբ որ ոստի մեջ ամրացա, ասում եմ մոտիկացա, մոտեցա, ընկերություն արեցի արդեն ծառայողների հովիվների, հասկացա արդեն որ ես կյանքը արդեն ուրիշ է, կյանքը ուրիշ աշխարհ է, մենք մտնում ենք ուրիշ աշխարհ, բայց երբ որ մենք քայլ ենք անում, որոշում ենք կայացնում, մտնում ենք այս աշխարհի մեջ, արդեն եկեք սրանել ուշադրություն դարձնենք, որ լիքը մարդիկ մեզ ուշադրություն են դարձնում, լիքը մարդիկ մեզ նայում են ու նայում են ոչ թե սովորական աշխով, այլ խոշորացույցների ես ասեմ ձեռքերը վերցած մեզ ուսումնասիրում են ամեն մեկից, որ մի բան բռնեն մեր վրա, մի կերպ են ման գալիս։ Դրա համար մենք պետք է ամեն ժամանակ զգոն լինենք, ամեն ժամանակ աղոթք լինենք, ամեն ժամանակ աղոթքի մեջ լինենք, Աստծո մեջ լինենք, որպեսզի կարողանանք չարի կրակոտ նետերի դիմակայել։ Ամեն փառք Տիրոջը։ Ուրեմն քրիստոնյան մենք բոլորս գիտենք որտեղից ծնունդ առավ քրիստոնեությունը 2000 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսը մահացավ, հարություն առավ մեր համար։ Ու դեռից սկսեց քրիստոնեական շարժումը։ Դեռից մեր համար մի մեծ լույս ծագեց հեթանոսների մեջ, որովհետև մենք հեթանոս ենք եղել։
Իսկ հիմա բոլորս գիտենք, որ մեր պապերը նախկինում հեթանոսներ են եղել ու ապրել են հեթանոս կյանքով, որը Աստծուն հաճելի չի եղել։ Ու երբ որ մենք այդ ժամանակ, երբ որ ծնվեց քրիստոնեությունը սկիզբ առավ, մենք բոլորս գիտենք, որ միանգամից այնպես չէ, որ եկեղեցիներ եղավ, ստեղծվեցին եկեղեցիներ, ու ամեն ինչը առաքյալների ձեռքով ստեղծվեց, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ստեղծվեցին տնային խմբակներ, եւ տնային խմբակներում արդյունքներ կարողացվում, այսօր շատ տարաձայնություններ կա, որ տնային խմբակը չի համարվում տնային խմբակները։ Այնա գրում ենք եկեղեցի։ Եկեղեցի տնային խմբակը միամասնիկ է, չեն կարող առանձնացնել իրարից, համաձայն եք իմ հետ։ Շատ կարևոր է տնային խմբակ գնալը, շատ կարևոր է եկեղեցի գալը, որովհետև նախ առաջի հերթին մեր պաշտպանությունը ստեղ է, մեր պաշտպանությունը եկեղեցու մեջ է, բայց մենք որպես ով ենք գալիս եկեղեցի, եկեք մի հատ նայենք այս տեսանկյունից, ով ենք մենք, քրիստոնյաները, Աստծուն ընդունած, Աստծուն սիրող, արդարության ձգտող ու մենք որպես անդամ ենք, թե որպես աշակերտ ենք, երկու շատ կարևոր բան, որ փոխկապակցված չի իրականացվել, որովհետև մենք գալիս ենք որպես անդամ ուղղակի նստում գնում ենք, այո, կա պաշտպանությունը քո վրա է, թեկուզ եւ անդամ գալիս ես այստեղ Աստծո պաշտպանությունը քո վրա է, բայց մեզ ինչ վերջին Տեր Հիսուս Քրիստոսի ուղերձը ինչ է, գնացեք ոչ աշխարհը աշակերտեցեք, աշակերտ դարձեք, մենք պետք է ձգտենք աշակերտության, ձգտենք գնանք Տիրոջը, ձգտենք մարդկանց սովորելու, տանելու աշակերտությանը։ Ու ընդհանրապես մեր նպատակը եկեք նայենք երկրի վրա։ Ամբողջ խոսքը, ամբողջ Աստվածաշունչը խոսում է նրա մասին, մենք տենում ենք, որ շեշտը դրված է մարդկության փրկության վրա։ Մեր նպատակը որն է, որպեսզի սատանայի ձեռքից խլենք այն հոգիների, որը որ պահել է, եւ բերենք հաստատենք Աստծո տան մեջ։ Բայց դրա համար շատ կարևոր է մեր բնավորության գծերը նույնպես համաձայն եք իմ հետ։ Մեր բնավորության գծերը, որպեսզի մենք մարդուն, երբ որ ավետարան ենք հավատում, մենք չպետք մարդկանց էմոցիաների, որտեղ էմոցիոնալ դաշտով մենք չենք կարող մարդուն բերել եկեղեցի, այլ պետք է ցույց տանք մեր պահվածքը, Աստծո սերը ու Աստծո ողորմությունը միջև չկա, մարդ երբեք եկեղեցի չի մտնում։ Ու մենք չքայլենք աշխարհի հետ, այլ հակառակ գնանք աշխարհի, համաձայն եք այս խոսքի հետ։ Եփեսացիների 4:18-ից 18-րդ խոսքը ասում է. «Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները, իրենց մտքի ունայնությամբ»։ Հիմա նայեք, մենք ընթանում ենք որպես հեթանոսներ, թե չէ։ Եկեք ամեն մեկս մեզի քրտնենք, մենք շարժվում ենք Աստծո մեջ, թե շարժվում ենք աշխարհի հետ, որովհետև մենք գիտենք, որ մենք պետք է շարժվենք աշխարհին հակառակ, ամեն։ Ինչի համար ենք մենք բերում օրինակ ձեռների, չէ՞, խորհրդապատկերը քրիստոնեի խորհուրդը ձուկն է։ Մարդիկ կան, որ ասում են ձկան տեսակ կա գլխի մեջ խաշ կա, դրա համար էլ խորհրդապատկերը ձուկն է, բայց չէ։ Մենք բոլորս գիտենք, որ ձուկը բերում է ջրի հոսանքի հակառակ։ Դրա համար մենք պետք է ընթանանք հակառակ ուղղությամբ, մեղքին հակառակ, չտրվելով այս աշխարհի կրտանքներում։ Այս աշխարհը մեր համար պետք է աշխարհի մեղքը, քաշելի պետք է լինի ամեն մեկիս համար։ Երբ որ մենք սիրում ենք աշխարհը, արդեն գնում ենք, որովհետև մենք ունենք օրինակ։ Ով կհիշի նոր կտակարանը, Դեմասը, ինչ քարոզիչ է, ինչ ուսուցիչ է, արգելներով լցված, հոգով լցված, լիքը փրկություններ նրանով, բայց գրված է Դեմասը սիրեց աշխարհը եւ գնաց։ Գրված է նրանք խավարի մտքով են,
ու Աստծո կյանքից օտարացած, այն տգիտության պատճառով նրանց մեջ է իրենց սրտերի ուղղության պատճառով։ Ամեն։ Մենք ընդհանրապես կարիք չունենք ջանք գործադրելու, որպեսզի մեղք գործենք, որովհետև մեղք գործելը ինքնին արդեն լինում, այլ մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի մենք հեռու մնանք մեղքից, ջանք գործադրենք, որպեսզի Աստծո մեջ լինենք։ Երբ որ մենք Աստծո մեջ ենք լինում, արդեն այդ ջանք գործադրել պետք չի, Աստծո մեջ եղող մարդը արդեն Աստծո հետ է քայլում։ Եփեսացիների 4:22-24 ասում է. հանեք ձեր վրայից հին ընթացքը ունեցող մարդուն, որը ապականված է հապուսի ցանկություններով եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք, ու նոր մարդուն, որ արդարությունից է։ Նայեք, հանում ենք այդ հին հապուստը, երբ որ ապաշխարության հապուստը մենք արեցինք, թեկուզ անգիտակցաբար մենք հանում ենք այդ մեր մտքից, հանում ենք այդ մեր հապուստը մեր վրայից, ու արդեն հագնում ենք նոր հապուստ, սուրբ հապուստ ու մաքուր հապուստ, եւ ասում է եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեցեք։ Ուրիշտեղ ասում է ձեր մտքերը գերի վերցրեք։ Երբ որ ձեր մտքերը, մեր մտքերը մենք գերի ենք վերցնում, արդեն դրանից հետո չի կարողանում մեր մտքերին վեր կապնել, որովհետև մենք գիտենք մեր կյանքը հոգևոր պատերազմ է, ու հոգևոր պատերազմը ընթանում է մեր մտքերում, եւ մտքերը երբ որ գերի վերցեցին, ոչ ոք չի կարող մեզ հանգարել։ Ու շատ կարևոր է նաև օգնենք բարսանալու մեջ մեր զինագից ընկերներին, ովքեր են մեր զինագից ընկերները, ամեն մեկը որ ստեղ նստած է։ Բայց շատ ժամանակ ցավոք սրտի լսվում է, երբ որ եկեղեցում չենք մնում, մեկը մյուսի մասին չարախոսում է, մեկը բանվասում է, մեկը նայում է, տեսա ես ինչ է հագել, եսի հլտես ես ինչ արեց, բայց արդյոք դրանով մենք գցում ենք մեր զինագից ընկերներին, թե օգնում ենք։ Մենք պետք է օգնենք, չէ՞։ Պետք է օգնենք բարձրանալու։ Ամեն ժամանակ մենք պետք է օգնենք բարձրանալու։ Այո, կարող է քո զինագից ընկերը մեղքի մեջ է, կարող է ընկելը, բայց արդյոք թողենք նրան դաշտի մեջ։ Որովհետև նայեք մի օր կարող է մենք ընկնենք, որովհետև ոչ մեկս է ոչ սուրբ ենք, ոչ կապարյալ ենք, այո սրբել ենք, բայց չենք հասել այն առավելագույն սրբությանը, բայց կարող է մի օր մենք ընկնենք։ Դրա համար շատ կարևոր է այս դաշտից հանել, բարձրացնել։ Ոչ թե չարախոսել, այլ բարեխոսել։ Մենք կարող ենք օրինակի համար ընդհանրապես դուր մնալ, հագենք մեր վերանները, չխոսենք, չարախոսենք, այլ աղոթք անենք, որովհետև ասում ամեն ժամանակ աղոթք անենք բոլորի համար։ Հիմա ինչ անենք, վերցնենք, քցենք, թե վերցնենք օգնենք, ավելի լավ օգնենք, որովհետև մեր զինագից ընկերը, երբ որ ինչ-որ մեկը մեզանից պակասում է, մեր ուժերը թուլանում է արդեն։ Մենք էլ չենք կարողանում գրոհել, ավելի շատ մենք պաշտպանողական դիրք ենք ընդունելու, քան թե գրոհելու։ Ու ամենակարևոր բանը մենք սիրենք իրար, սիրենք միմյանց, ու ամենագլխավոր պատվիրանն է, երբ որ փարիսեցիները ասեցին Հիսուսին մարդակերպորն ամենագլխավոր պատվիրանը, ինչ ասել, սիրեք քո Տեր Աստծուն եւ սիրեք քո Տերացուն, սիրի մարդուն։ Ամբողջ օրենքը կայանում այս պատվիրանի մեջ, երբ որ մենք սիրում ենք, արդեն մենք հաղթել ենք։ Ամեն։ Երբ որ մենք սիրում ենք, մեր կողքինի մեղքը, մեր կողքինի վերաբերմունքը, մեր կողքինի հայացքը արդեն ծածկվում է, մեղքը ծածկում է ամեն, սերը ծածկում է ամեն բան։ Սերը ծածկում է մեղքը։ Պատկերացրեք, երբ որ Աստված ինչի ասել, որովհետև Աստված նաև օրինակ ծառայեց մեզ։ Ո՞ր մեկը մեր համար մահացավ։ Կա տես մարդ, որ քո համար կմահանա, կա տես մարդ, որ քո համար կյանքը կտա։ Չկա, չէ՞։ Չկա տես մարդ, որ քո համար կծեծեն կամ կհայտնվեն։ Ասում ես հլոգու թող մեկը մի հատ բան ասի, չէ՞։ Մեկը քեզի ասում աշխում վերևում կա, սովորնա, խիշտում է տնին դեռներում դսկով, արիստել երազեմ կեզ։
Չէ, պետք է լծվենք Աստծո սիրով, պետք է լծվենք Աստծո։ Երբ որ դու Աստծո հետ ես, դու ավտոմատ լծվում ես ավտոմատ Աստծո սիրով ու շարժվում ես առաջ։ Չես նայում քո զինակից կողքին մեջ, այլ օգնում ես քո զինակցին, օգնում ես կանգնելու ու գնալու առաջ։ Ու էլի այդ քայլերը քեզ բարձ կտալու։ Աստված բարձ կտալու ու առատապես է քեզ օգնելու։ Հալելույա։ Մենք պետք է լինենք աղ և լույս, բոլորս գիտենք գրված խոսքերը, աղ և լույս, աշխարհում, աղ և լույս, ամեն տեղ, աղ և լույս, երկուսը իր հետ փոխկապակցված է։ Չենք կարող լինենք աղ և չլինենք լույս, կամ լինենք լույս չլինելով աղ։ Ինչի համար աղ և լույս։ Աղը լավ իրենք համեմվում են, կերակուրը համեմվում ավելի համատալից կերակուրի, իսկ լույսը մեր խավար ճանապարհը, երբ որ մենք գիշերով ինչ-որ մի տեղ գնանք, լույս չլինի դեռ ո՞րտեղ ես գտնելու քարին ընդդեմ, չէ՞։ Դրա համար աշխարհի համար, ամենքի համար պետք է լույս լինենք, լուսավորենք։ Լուսավորենք իրենց ճանապարհը, որ որտեղ է քարին չկա։ Այլ քայլեն արդարություն, քայլեն Աստծո։ Երբ որ Աստծո հետ են արդարությամբ են, նորից են ասում, որտեղ է ոչ մի քարի չի կա։ Բայց շատ կարևոր է մենք մյուս տեսանկյունից, երբ որ մեր ոտը մի քարի է կանգնում, մենք ընկնում ենք փորձության մեջ եւ մենք իրենք փորձություններ կարող լինի Աստծուց, չէ՞։ Փորձությունները մեր աստիճաններն են, մեր ճանապարհն է այս կյանքի մեջ, որովհետեւ փորձության մեջ մենք ավելի նորոգում ենք, փորձության մեջ ավելի ամրանում ենք ու զորանում ենք։ Ու փորձության մեջ մենք ավելի շատ ենք խոսում, շփվում Աստծո հետ, ավելի շատ ենք ընկնում Աստծո ներկայությանը, Աստծո ներկայությունը։ Այս փորձություններն են մեզ բարձրացնում։ Նաև չենք կարող ասել, հով մենք գնանք փորձության մեջ, բա ո՞նց է Տեր ջան, մենք քայլում ենք քո լույսի մեջ, մենք կպահավորվելս քայլում։ Չենք կարող չասել, որովհետև հասկանում ենք փորձությունը մեր բարձրանալու, մեր մոտիկանալու ճանապարհն է դեպի Աստված։ Ու երբ որ ուրիշների համար, աշխարհի համար մենք լույս ենք լինում, լուսավորում ենք նրանց ճանապարհը, որոնք մենք որոնից ոտները քարին չափեն։ Նաև աղը, որ էլի չենք բացառում, որ պետք է լինենք նրա համեմունքը, համեմենք, որպեսզի ամեն մեկը, որ առաջ մի քիչ առաջ որ խոսում են, ասում են, խոշորացուցում մենք բոլորիս հետ, որ մի բան կան, որ մի սխալ գտնեն, որ ասեն, ով ստե սխալվեցի։ Բայց մենք բոլորս ինքնացում ենք եկեղեցին եկեք վերցնենք որպես հիվանդանոցի խորհրդապատկեր։ Ամեն մեկս մենք ինչ ենք անում, գնում ենք եկեղեցի որպես նորոգենք, չէ՞, որպեսզի բժշկենք, որպեսզի կանգնենք, ոտքի հելնենք։ Երբ որ մենք գնում ենք հիվանդանոց, մենք արդյոք գնում ենք նայում ենք գողին, ասում ենք, ով այն հիվանդին համար ես ինչ ասեցի։ Հələ գնամ տենանես ինչ դիագնոզ տվեցին։ Չէ, ամեն մեկս գալիս ենք մեր համար։ Նույնը եկեղեցին անչպետի գրանք ասեն, տեսեք ես ինչ է, ես ինչ մեղային էլ չեմ, մատնացույց անենք, չէ, ամեն մեկս մեր համար են գալի։ Երբ որ մենք գան ամեն մեկս մեր համար, այդ ժամանակ արդեն ամեն ինչ լինելու իր տեղը։ Մենք չենք մատնացույց անում։ Շատ են տեսել Աստվածաշունչ կարդացող, երբ որ Աստվածաշունչ էին կարդում, ասում էին մի քանի հոգի դες մարդիկ տեսել են, էլի ասում էին հոգ, եսի կարդացել, այն իրանա հենց վերաբերում այս լողը, չէ, եկեք չանենք, վերաբերենք Աստվածաշնչին է, որպես հայերի, որպես մեզ, մենք կարդում ենք, մեր համար, մենք կարդում ենք, մեզ ա վերաբերում, ամեն մեկս մեր համար պետք է մեր վրա պետք է աշխատենք։ Ու ստեղ իզուր չի, երբ որ խոսում է Աստվածաշնչի մեջ հոգու պտուղների մասին, Գաղատացիս թղթի մեջ։ Ամեն մեկս հետևում ենք հոգու պտուղների թե ոչ։ Մենք ուզում ենք պարտքերները, մենք ուզում ենք հրաշքներ, ուզում ենք հրաշագործներ լինենք, բայց չենք նայում, որ առաջնահերթ մենք պետք է հետևենք հոգու պտուղների։ Գաղատացիներից 5-ից 22-ից 24 խոսքեր ասում է հոգու պտուղն այսօր, սեր։ Սիրում ենք միմյանց։ Եթե չենք եք սիրում, եթե ինչ-որ մեկի մեջ ատելության սերում կա, շատ կարևոր է, որ մենք սիրում ենք։ Ամեն։
Շատ կարևոր է, որ մենք գանք Աստծու առաջ, մեր ներքին սենյակում, ոնց որ ասում եմ Մատթեոս 6:6-ը, մտնում ես քո ներքին սենյակը, դուռը փակում ես, այսինքն կտրվում ես այս աշխարհից, ու աղոթում ես Աստծուն ու Հայրն էլ ասում է, հավատապես կողմ, հայտնապես կհատուցան իրենը։ Որովհետև պետք է սիրենք ինչի համար, որովհետև չարը արդեն ներսում է, չարը արդեն գործում է։ Նայեք խոսացինք մենք առաջի դարից, խոսացինք երբ առաջացավ քրիստոնեությունը ու սյուները, հիմքերը եկեղեցու 12 առաքյալներն էին, որոնցից մեկը Սատանա էր։ Սատանան մտել էր Հուդայի մեջ ու Հիսուսը գիտեր դրա մասին։ Իհարկե այդ ամեն ինչը տեղի ունեցավ Աստծո թույլտվությամբ։ Հիմա նույնն մերն է, երբ որ հզոր առաքյալներին մենք գիտենք ամեն մեկը մի հզոր ազնվորություն, որոնցից մեկը խառնվեց եւ Սատանային իր մեջ տեղ տվեց, արդյոք չի կարող Սատանան մեր մեջ լինել, արդյոք չի կարող թշնամին մեր մեջ լինել, կարա չէ, դրա համար տեղի պետք չտան, ու ոնց տեղի չենք տալու։ Հոգու պատուները պետք է գործածենք սեր, առաջնային, ամբողջ օրենքը սրա մեջ են, ուրախություն, մենք ուրախ ենք, թե գալիս ենք մեկը տում, տխուս ես գալիս ենք, նստում ենք, հելում ենք քեզանից, ուրախություն բերան, շատ կարևոր է, խաղաղություն, խաղաղությունը քո մեջ է, թե վարդությունն է քո մեջ։ Վարդությունը անես բանը, որ այնտեղ միակամից կարող է, ճիշտ է։ Քանի որ մեքենա են վարում, ես ասեմ ավելի շատ հարձակում կա մեքենա վարողների վրա, մեկ է որ նրա սիգնալ են տալիս, չղայնան ես չա, նրանք արկեզանից, բայց երբ որ խաղաղությունը քո մեջ է, Աստծո խաղաղությունը քո մեջ արդեն չի կարող, ոչ մի բան քեզ չղայնացի, չի կարող ոչ մի բան քեզ բարկացնի։ Համբերատարություն, մենք համբերատար ենք, թե չէ, համբերատար իրար նկատմամբ։ Տենում ենք մեկ ինչ-որ մի բան անի հեսա գնամ նա տես ինչ եմ անի, հեսա որդը դեմ ենք գնել։ Չէ, համբերատար եղեք, սիրով խաղաղությամբ դծվեք, քաղցրություն, ամենակարևոր բանը, ամենում ենք, տենում ենք, ես ամեն ինչին ամենում ենք, հիմա եկավ քաղցրությունը, վարվում ենք քաղցրությամբ։ Երբ որ մենք ինչ-որ բան անում եք են մոտիկանում ես քաղցրությամբ սիրով ասում ես, համ դու ես որդնվում, համ ինքն է որդնվում, ինձ սիրով այդ ինքնում, չէ, բայց որ գնաս հանդիմանով մարդ հանդալով մի հատ էլ խոսած, կարող է դեմքի բան չասի, բայց հետո ասում էր։ Բարություն, մենք մի հատ շատ լավ օրենք գիտենք, որ ասում է, եթե բարին անել գիտես, ու չես անում, արդեն մեղքի մեջ ես։ Ով է բարացել այդ տեղը։ Եթե բարին անել գիտես, ու չես անում, արդեն մեղք ես գործում։ Հավատ, հեզություն, ժուշկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսին են, իրենց մարմինը խղճ հանեցին, կրքերով ու ցանկություններով անդրած։ Հանեցինք, թե չէ, Քրիստոսին ենք, թե չէ, ամեն Քրիստոսին ենք։ Ու նաև մի շատ կարևոր բան, որ վերաբերում է քրիստոնյանին, դա քրիստոնեական կարգապահությունն է, ես ամեն ինչին հետևելով։ Նաև կարգապահություն ես եկեք չբացառենք պարտաճանաչություն, երբ որ ժամն է եկեղեցու, մենք պարտաճանաչ ժամին ներկայացնում ենք։ Չասենք հատկապես 5 րոպե ուշանանք, չէ, եկեք պարտաճանաչենք։ Պատկերացնում եք այն մարդը, ովքեր անընդհատ ուշանում է եկեղեցու, հոգևոր աշխարհից են գալիս, հրեշտակներ օրինակի համար։ Իմ պատկերացմամբ եմ ասում, եկել հրեշտակներ ասում են, էս են քույրիկն է, կամ էս են եղբայրն է, որ միշտ ուշացած է գալու, արդեն տենց է ճանաչում հոգևոր աշխարհը։ Եկեք լինենք հոգևոր կարգապահ։ Գաղատացիների 6:8-10 իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ հոգու համար սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։
Հիմա այս ամեն ինչը որ ասում եմ, ինչի է վերաբերվում։ Սերմանում ենք մարմնի համար, թե սերմանում ենք մենք հոգու համար։ Բարի գործերուց չձանձրանանք, բարի գործերուց հանկարծ չձանձրանանք, ասում եմ, որովհետև իր ժամանակին կհանձենք։ Հենց չէ, որ ինչ-որ օրինակի համար ես գերում ծորեն հնձեմ, բայց գարի հավաքին չի կարա չէ, դες բանվենք։ Ինչ ցանենք, էդ էլ հնձելու ենք։ Ու շարունակություն ասում է իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք, շարքարելուր է չթուլանանք, մեզնից ինչ հասնում, որպեսզի մենք հավատարիմ լինենք, հավատարիմ մնացածներ։ Ուրեմն, քանի դեռ ժամանակ ունենք, բարի անենք մանավանդ հավատի ընտանիքի անդամների։ Մեր ժամանակը հալիցան չի, չէ, մենք ժամանակ ունենք հիմա գործելու։ Եկեք սենց պատվիրացնենք, մենք հիմա ժամանակ ունենք գործելու, հետո չունենք, ժամանակ չունենք, ոչ թե ունենք, ժամանակ չենք ունենք։ Մեր հնարավորությունը հիմա է երկրի վրա է մեր այս հնարավորությունը գործելու, բայց հետո չենք կարող, հետո հնարավորություն չենք ունենալ։ Ինչ կարանք անենք հիմա անենք, ինչ կարանք ցանենք հիմա ցանենք, որ համ հայտնապես ստեղ ընձենք, համ էլ երկնքում ընձենք։ Մարմնի համար սերմանողները ինչ են սերմանում։ Մարմնի համար սերմանողները ստեղ մի քանի բան ստեղ նշել շահ, ամենաառաջնային բանաշխարհի մեջ, որ մենք գիտենք բոլորս մարդիկ իրար հետ ոնց են շփվում, ինչի համար են շփվում, շահի համար են շփվում, բոլորս լավ են։ Մեծամասնությունը, սենց ասեմ ոչ բոլորը, աշխարհի ժողովուրդը իր համար։ Մենք գիտենք, չէ՞, թե մենակ ես գիտեմ։ Շահի համար են շփվում։ Հանդիմանություն։ Հետո չենք տեսնում մեր աչքերի գերանը, բերում ենք դիմացի աչքի շուրջ, եկեք սան էլ ուշադրություն դարձնենք, որ շատ կարևոր է մենք մեր միանայինք, հետո դիմացի նախանձ, ամենավատ բաններից մեկը սենց ասեմ, որովհետև ես մարդիկ եմ տեսել, որ նախանձում են մեկը մյուսը, անգամ որ մենք չահակել, անգամ շորի համար նախանձ ու կայրաներ, որ ինքը ունի, ես էլ ունենամ ամբայնային շորի։ Կամ այս ինչը գնաց արտերկիր համեստանալու նախանձը գերավատ է։ Ու ասում եմ ես չետամ, ու չի կարող գնալ, ինչ հանդիպ պատերությունը սերմանում այելի։ Ամեն ինչ ինչ խոսում եմ ստեղ, խոսում եմ նրա մասին, որպեսզի մենք դուր չգանք, որպեսզի մեր մտքերի մեջ ատելություն սերմանվի, ու այդ սերմերը արմատման մեր սրտի մեջ, որովհետև սատանան այսօր քնած չի, սատանան այսօր գործում է, սատանան այսօր աստուն է, ու սատանան իր հրեշտակները այսօր իրար հավատալին են, կանցնեն ենք սատող սրտի։ Ու մենք գիտենք սատանան չար է գործում է մեջից։ Ու ես մի հատ պատմություն եմ ուզում պատմել, մի գեներալ գնում է որպեսզի ինչ-որ մի հատ քաղաք գրավի, մի քաղաք պաշարի։ Մեկը գալիս է հարցնում է, բա ոնց ես գրավելու քաղաքը։ Ասում է, ամեն կողմից 4 կողմից քաղաքը արդեն պաշարել է, քաղաքը պաշարված արդեն, ու սպասում են հարձակմանը, ու բայց ունեմ ես 5 գունդ, 4 կնդերը սպասում է, բայց 5 գունդ։ Ասում են 5-րդ գունդը որտեղ է։ Ասում են 5-րդ գունդը գեներալը պատասխանում, ասում է քաղաքի ներսում է, քաղաքի ներսից է գործում։ Հիմա մենք թույլ չտանք, որ այս 5-րդ գունդը բարձրանա, որտեղ Աստված մեր վրա արդեն պաշտպանություն տվել է։ Մենք ունենք պաշտպանություն Աստծո եկեղեցու ամեն անդամի վրա կա պաշտպանություն։ Բայց այդ 5-րդ գունդը մենք չպետք է թույլ արդեն որ գործի, որովհետև էսի գործում է ներսից։ Ու գիտեք ինչպես է գործում։ Մեզում չի կարելի անում իր ապոզով ոչով մեր մեջտեղ, ասում են, հիմա գնում ես, ու ես մեկին վատ բան ես ասում, չէ՞։ Ձեր մտքերի միած սերվակցում ենք անում։ Այստեղ մենք գիտենք առատեն չարի սարքած բանը, առատեն ինչ ձևի կարատեի օգտագործում գիտեք, երբ որ մարդ հարվածում է,
Տվյալ անձի հարվածը դիմացի օգտագործում է իր դեր։ Հիմա այս նույնն է սա։ Սատանան չարը օգտագործում է մեր քայլերը, օգտագործում է մեր դեր։ Դրա համար մենք չպետք է թույլ տանք, որպեսզի օգտագործենք սատանայի կողմից։ Առակաց 6-րդ գլուխ 16-19 խոսքեր։ Ասում է 6 բան կա, որ Տերն ատում է, եւ 7-ը զզվել են նրա ոգու առաջ։ Որն է ամբարտավան աչքեր, ստախոս լեզու եւ անմեղ արյուն թափող ձեռքեր, չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր, ստեր փչող կեղծ վկա եւ եղբայրների մեջ կռիվ հրահրում։ Վերջում ասում է զուշացում շնորհիվ։ Բայց նայեք, որ նա 7-րդ բանը Աստծո համար արդեն զզվելի է։ Եղբայրների մեջ եղբայրասիրությունը ատելը 7-րդ բանը դա է։ Այսինքն քույրերի եւ եղբայրների ոչ միայն կարող են վերցնել խոսքի մեջ եղբայրներ, այլ նաեւ ներառվում է նաեւ քույրերը իրար ատելը։ Կռիվ հրավիրել են, իրար մեջ կռիվ հրավիրել են։ Առաջին Կորինթացիների 10:31-32 խոսքեր, այնքան շատ տեղեր կա, ուղղակի այնքան համառոտ ուզեցել են մի քանի տեղեր վերցնեն այս թեմայի շուրջ։ Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործել որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Իսկ աշխարհի ժողովուրդը ինչ ասում, եւ խմի քեֆարա, ով տեսվան ասում, էդի չարից է շահավատը, այդ խոսքերը չարից է սատանայի սուտան, բայց այս չի նշանակում, մեր այդ ասողում պետք է արդեն սատանայի աշխորհն է, մենք գիտենք մեր կռիվը, մեր պատերազմը մարմնի ալիաները։ Գայթակղության պատճառ մի եղեք, ոչ հրաների, ոչ ունների եւ ոչ Աստծո եկեղեցու, որովհետեւ երբ որ քիչ առաջ ասեցի մեզ ոչ ուրացուցող հետևում են ուսումնասիրում են, սրա համար որպեսզի մենք գայթակղության պատճառ չլինենք, որ ինչ-որ մեկը ասի ու ցավոք սրտի կան այս բաներ։ Ցավոք սրտի այսօր լսում են աշխարհի ժողովրդի, երբ ասում են եկեղեցում, բայց ինչը էսի շներքի մեջ է։ Հա, բայց դու եք գիտես, բայց ցավոք սրտի։ Դրա համար չլինենք գայթակղության պատճառ։ Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում, իմ օգուտը չպնդելով այլ շատերին է, որպեսզի փոխվեն։ Այսինքն իր օգուտը չի պնդում այլ շատերի, եկեք մենք ամեն օր, ամեն ժամ չփնտրենք մեր օգուտը, այլ փնտրենք մեր կողքիների օգուտը, մեր կողքիների շահը փնտրենք։ Դուստեղ ինչ արվում, հայտնապես Աստված վարձահատույց կլինի։ Գաղատացիներից 6, 1-ից 6 խոսքեր, եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզությամբ հոգով ուղղեք, ինքներդ էլ զուշացեք։ Նոր մի քիչ ասած որ ասում եք, մի քիչ առաջ այս խոսքերն են, որպեսզի հեզությամբ, սիրով մենք ուղղենք, ոչ թե սկսենք հանդիմանելը, չարախոսել առավել ևս։ Ու ասում է ինքներդ էլ զուշ եղեք, որ դուք էլ չփորձվեք։ Միմյանց բեռ կրեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Երբ որ միմյանց բեռ են կրում, մենք կատարում ենք օրենքը, թե չենք կատարում, կատարում ենք ոնց որ խոսքն ասում։ Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Այսինքն են որ մտնենք եկեղեցի, ես իմ օրինակ բերեմ։ Ես ամենալավն եմ, ես ամենամոտիկն եմ Աստծու հետ, ես ամենաշատն եմ աղոթ քանում, ամենաշատն եմ կարդում, ամենաշատն եմ Աստծո գործեր անում։ Կարող է ճիշտ լինի, չկա դες քրիստոնեություն, չպետք է մենք մերը փնտրենք, չպետք է մենք մեզ բարձրացնենք, չպետք է մենք անգամ երբ որ առավել ևս դու Աստծո հետ մոտիկ ես լինում, ինքան ավելի խոնարհ ես լինի, չես ասում ես այն որ եմ, չէ՞։
Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի եւ ապա միայն ինքն իր նկատմամբ արձան ունենա։ Ոչ թե ուրիշի հետ անմարվելով, որովհետեւ ամեն մեկ իր տեղը պետք է կրի, խոսքին աշակերտը թող ուսուցչին է բոլոր բաների մասնակից անի։ Այս ամեն ինչը մենք կարդում ենք այն բաները, որ հոգու համար ենք սերմանում։ Մենք կարդացին մարմնի համար սերմանումները, որ պետք է ազատենք, առանձնացնենք մեզանից եւ այլ հոգու համար սերմանենք։ Հիմա Գաղատացիս 5:22-ից 23 է հոգու համար սերմանողները։ Չէ, ներողություն կարդացի, հոգու տունել էին դրան, կարդացել է հիմա ուրիշ բան է ասեմ ձեզ։ Մենք ոնց եք մտածում ենք բոլորս ենք թրկվելու թե չէ։ Ցավոք սրտի նաև կլինեն մարդիկ, ովքեր չեն թրկվելու եկեղեցու անդամ։ Համաձայն եք Աստծո խոսքն ասում, հեսա կարդամ այդտեղ։ Բոլորների առակ լսած կլինեք Մատթեոս 13-րդ գլուխ 24-ից 33 խոսքերը։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ է պատմեց ու ասաց. Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերունդ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ եւ ծորերի մեջ որոնք ցանեց ու գնաց։ Երբ խոտը մուսնեց ու ուտը տվեց, երևաց նաեւ որոնը։ Անտիրոջ ծառաները մոտեցան նրան եւ ասացին. Տեր, չէ՞ որ մարդիկ մեջ լավ սեր ցանեցիք, ուրեմն այդ որոնը որտեղից է։ Նայեք, բոլորս գալիս են եկեղեցի, ամեն դիակի, արտաջանаш, գալիս են աղոթում ենք Աստծո երեսը, ստեղից հովիվը, քարոզի չէ խոսք ասում, լավ սերներ է ցանում։ Բայց չարը քնած չես ու չարը որոնները գցում, որոնները բերում, որը որովհետեւ չխաբրվենք։ Իսկ նա ասաց նրանց, թշնամի մարդն է դա արել։ Այսինքն, ինչ է դուրս գալիս, մենք ենք չէ՞, մեզանից է դուրս գալի, այո թշնամի սատանան անում, բայց այդ ամեն ինչը մեզանից է դուրս գալիս։ Շատ ուշադիր պետք է լինենք, որ մեզանից ոչ մի վատ խոսք, մեզանից ոչ մի թթու խոսք դուրս չգա, ոչ միայն եկեղեցում, այլ նաև դուրսը։ Նրանց չլինի, թե որ մենք եկեղեցի սուրբ հանդեսներ հանենք, հաղթենք չէ, բայց եկեղեցից դուրս գալ всё հանեցինք ես մեկակից։ Արդեն հենց որ նստում ենք օրինակի համար մեր հավայի տրանսպորտ նստում ենք, մեկը կամ ես ոչքի, երարի լարասան։ Չէ, միշտ պետք է այս կեսները հակած լինենք մեր վրա։ Իսկ նա ասաց նրանց, թշնամի մարդն է դարել։ Ծառաները նրան ասացին. Հիմա ուզում ես գնանք դրան քախանենք։ Նա ասաց ոչ, որոնը քաղերից միգուցե ծորենն էլ դրանց հետ արմատախիլան է։ Թողեք, որ մինչև մուսկը երկուսը միասին աճեն եւ մուսկի ժամանակ հնձողներին կասեն. Նախ որոնը քաղերը խծեր կապեք հայրելու համար, իսկ ծորենը հավաքեք իմ շտեմարանի մեջ։ Հիմա մենք աճում ենք, այս ժամանակը ենք գալու է, երբ որ արդեն վերջն է լինելու աշխարհին, երբ որ որոնը առանձին կհանվի ծորերի մեջից եւ նայեք ինչ ասում կվարվի, որտեղ ապահովելու։ Մենք ուրիշ տեղ գրված է, որտեղ լացն է, քրոականների կրճտոցը։ Իսկ ծորերը շտեմարանների մեջ։ Իսկ մենք այսօր ամեն մեկս ավելի լավ լինենք ծորերը, ճիշտ է, որպեսզի չվարվենք, որպեսզի շատ վատ անտեղ լինելու, ահավոր վատ լինելու, որովհետև երբ որ վերցնենք կրակայիչ եւ մեր ձեռքը փորձենք այլել, ինչքան ցավոք է լինի, չէ՞ դուք պատկերացրեք կրակների մեջ ինչ է լինում։ Իսկ ծորերի խորհրդանիշը որն է խորհրդապատվել ծորերի։ Մենք ենք նաև այստեղ տվյալ պարագայում, նաև ծորերը, երբ որ հասնում է, հասունանում է լինում պատրաբեր։ Ամեն մեկս շատ կարևոր է նաև լինենք պատրաբեր։ Ու երբ ենք մենք պատրաբեր լինում, ծորերը երբ որ հասնում է, մենք տեսել ենք, չէ, ծորերը կախվում, գլուխը կախվում է։
մենք խոնարհվենք։ Ինչքան մենք խոնարհվենք, այնքան Աստված մեզ կդարձնի։ Ամեն օր գրված է, ամեն օր մեր անձը ուրանանք, խաչը վերցնենք ու գնանք Հիսուս Քրիստոսի հետ։ Կարդացել եք այս տեղը։ Շատ կարևոր է առաջն է մեր անձը ուրանանք եւ խաչը վերցնենք։ Խաչը վերցնենք ինչպես Հիսուսը խաչ վերցրեց, ճիշտ է, գնաց առաջ, գնաց մեր համար։ Հիսուսին խփեցին, Հիսուսին վրա թեքեցին, Հիսուսին հայհոյեցին, Հիսուսին ամենավատ ձևի մահն դա, որ խաչի մահով մահնալ, որ ժամանակ ամենավատ մահն։ Որ աղով սպանեցին մեր համար։ Հիմա նույն ձևի, երբ որ մենք ուզում ենք Հիսուս Քրիստոսի նույն ձևի մեր անձը ուրանանք, մեր խաչը վերցնենք և գանք Հիսուս Քրիստոսի հետևից։ Մեր անձերը պետք է մահանան, համաձայն եք։ Երբ մեր անձերը մահանում, երբ որ մենք գիտակցում ենք, երբ որ մենք խնդրում ենք Աստծո մեջ, ու մահացած մարդուն, երբ որ գիտենք բոլորը ինչ-որ մի վատ արարողության թափան գնացած կլինեք, տեսած կլինեք մահացած մարդուն։ Երբ որ մահացած մարդուն խփեց, կամ ինչ-որ անպատվաբեր խոսք ասեց, զենքը հանի, նշանակում է ինչ նշանակում ստեղ, որ մենք պետք է մահանանք։ Մենք պետք է հոգևոր մեր մահը, մեր անձերը սպանենք ու հետևենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ինչպես ինքը վարվեց, ոչ թե ինքը երկնքից մեզ օրենք հետ ասեց ես կանեք, այլ նաև ինքը վարվեց այդ ձևի։ Եվ վերջի խոսքն եմ ուզում կարդամ Լուկասի 6:36 խոսքը։ Ուրեմն ողորմած եղեք, ինչպես որ ձեր հայրն է ողորմած։ Ամեն։ Ամեն մեկս ողորմած ենք, որովհետև մենք նույնպես ողորմություն ստացանք մեր Աստծուց։ Թող փառավորվի մեր Տերը մեր գործերի մեջ, թող փառավորվի մեր Տերը մեր նիստ ուղացի մեջ։ Ամեն մեկի համար, թե աշխարհում, թե եկեղեցու մեջ լինենք մենք օրինակ։ Լինենք խոնարհ, իրար ծառայելով, իրար սիրելով, իրար օգնելով, որովհետև առաջի տարի եկեղեցի ինչ է անում, հիշեք, իրար նեղության մեջ օգնում են, ամենամեծ օգնությունն է, որ իրար նեղության մեջ ամեն մեկը ձեռ էին բռնում, մեր խոսքերով ասեն։ Ու ոնց էր լինում դա, ծախում էին իրանց ագարակները, բերում դնում էին առաքյալների ոտքերի տակ։ Ուժեր էր, ուզում ենք զորավոր եկեղեցի լինենք, ուզում ենք զորավոր եկեղեցի ունենանք, եկեք միմյանց օգնենք, եկեք միմյանց քարիքները իրար հետ կիսենք։ Թող փառավորվի մեր Տերը։ Եկեք կանգնենք առողջ։ Հալելույա։ Փառք քեզ Տեր ջան, շնորհակալ ենք քեզ մեր Տեր։ Օրհնում ենք քեզ մեր Տեր, մեծարում ենք խոսում բանում Տեր Աստված։ Շնորհակալ ենք այսօրվա խոսքի համար, Տեր, որ ուղղեցիք մեզ ամեն մեկից Տեր։ Շնորհակալ ենք Տեր Աստված, փառավորում ենք քեզ, մեծարում ենք քեզ Տեր։ Տեր Աստված, ես խնդրում եմ, որ այս ամեն մի խոսքը Տեր Աստված, որ դու տվել ես, Տեր Աստված, ամեն մեկից մեջ Տերի շինություն։ Ամեն մեկից մեջ Տեր Աստված լինի նոր ուղղություն։ Ամեն մեկից սրտերի մեջ Տեր Աստված դու փառավորվես Տեր։ Տեր ոչ միայն մեր ասելով Տեր Աստված, այլ նաև մեր գործերով Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Քո գործություններն են հռչակում ստեղ գտնվող ամեն մեկի վրա։ Քո աշխանող զորությունն են հռչակում Տեր Աստված ամեն մեկի վրա ու անիքների վրա Տեր Աստված։ Տեր ամեն մեկի ընթացքը Տեր անձում ես քո ձեռքերի մեջ Տեր։ Տեր օգնիր մեզ, որպեսզի լինենք որպես օրինակ աշխարհի մեջ, եկեղեցու մեջ Տեր Աստված, որ մեզ տենալով Տեր գան դեպի քեզ, որ մեզ տենալով Տեր Աստված քեզ տենան մեր մեջ Աստված, ու փափագեն մեր խորան մեջ, ու փափագեն քո խոսքին Տեր Աստված, փափագեն քեզ մոտենալու Տեր Աստված։ Օրհնում եմ Տեր Աստված ստեղ գտնվող ամեն մեկի ընթացքը Տեր, օրհնում եմ ամեն մեկի որոշումը Տեր Աստված, ու դու կարողանում մեր ամեն մեկից կյանքում։ Շնորհակալ եմ քեզանից Հայր, Որդի և Սուրբ Հոգի, Հալուցյալ,
Ամեն։ Աստված հավատալես օրհնի բոլորին։ Շատ կարևոր է մենք հայտնարարություն կա, թե Աստված օրհնի ձեզ։ Դե մի հատ իրար ժողովուրդ ջան, մի հատ իրար օրհնեք, մի հատ լավ բան ասեք իրար։ Ես հարցը ոնց է։ Բայց ես ասում եմ առանց չկա երբ որ նստում եք մեկ հիմա լիքը փոփոխություն կա, չէ՞։ Լիքը բարեր փոխվեց, չէ՞։ Արդյոք չէ։ Հրաշալի ծառայություններ, ամեն ուզում եք շնորհակալություն հայտնել Լևոն եղբայր այս օգտակար քաղցր մանանայի համար որ տվեցիք, իրոք պետք է լինեք քրիստոնյա, որ օրինակ լինեք եւ եկեղեցում եւ աշխարհի մեջ սիրեք իրար, լինեք միաբան, որովհետեւ աշխարհը մեզ տեսնելով մեր սերը իրար հանդեպ տեսնելով ցանկանա մեր Աստծուն ընդունել։ Շատ շնորհակալություն, որ տված եք շատ, ողորմած լինի ձեր ընթացքը, ձեր ապագա օրերը, ընտանիքը ձեր աշխատանքը, օրհնում ենք ձեզ Հիսուսի անունով։ Ասում ենք շնորհակալություն, շնորհակալություն ձեզ եւ Աստծուն այսօրվա հրաշալի ծառայության համար։ Հալելույա։ Հալե Տիրոջ անունով եկողը։ Ձեր միասին շնորհավորում հայրենի